Զրուցում ենք Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, ինչպես գիտենք, վերջերս Իրանի գերագույն առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար հետևյալն է նշել. ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ է այս միջանցքի գործարկման համար, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, սակայն Իրանը թույլ չտվեց, որ այն կյանքի կոչվի։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իսլամական Հանրապետությունը նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը իմաստուն քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Պաշտոնյայի խոսքով, Զանգեզուրի միջանցքի հետ կապված թշնամիների վերջնական նպատակը հյուսիսից Իրանը մեկուսացնելը և հարավից Ռուսաստանը շրջապատելը, սակայն այս դավադիր նախագիծը ձախողվել է։ Ձեր բնորոշմամբ, արդյոք այս նախագիծը իսկապես դավադիր էր։ Այո, ես կարծում եմ, որ դա Թուրքիայի եւ հատկապես Ադրբեջանի շրջանակները քաղաքական առաջ են մղել դեռևս 1918 թվականից։ Այն ժամանակ մի քիչ շեշտերը այլ կերպ էին ձևակերպում, բայց նույն իմաստը նույնն է։ Հայաստանը պետք է ճանապարհ տալ անարգելք Թուրքիային եւ Ադրբեջանին իրար հետ շփվելու եւ դիմացը ոչինչ չստանալ, բայց ունենալ այդ պարտավորությունը։ Դա եղել է եւ Բաթումի պայմանագրի մեջ 18 թվականին եւ 1920 թվականին Ալեքսանդրապոլի պայմանագրի տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ, որ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ժամանակակից սահմանները, ինչպես եւ Ադրբեջանի եւ Նախիջևանի, գծվել են 1921 թվականին խորհրդայնացման շրջանում եւ ավարտվել են 1922 թվականին սովետական միության մեջ Անդրկովկասի սոցիալիստական ֆեդերատիվ սովետական հանրապետության 3 հանրապետությունների Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ուրվագծմամբ սահմանների։ Սահման փոխել այդքան հեշտ բան չի, այո, Ադրբեջանը կուզենար ճեղքել Հայաստանի հարավը կամ գուցե մի ուրիշ տեղից, այնպես որ ստանալ Թուրքիայի հետ անարգել շփվելու հնարավորություն, բայց ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է Իրանի եւ Ռուսաստանի համատեղ կոնսուլտացիաների հարցը, ակտիվ է եղել Իրանը, որտեղ դա նրան կենսական սպառնալիք է, եւ դրա համար ակտիվ դերակատարում եւ ունեցել է Իրանը, բայց ես կարծում եմ, որ այս հարցերը շատ ակտիվ քննարկվել եւ այդ դիրքորոշումները մշակվել են իրանա-ռուսական ռազմավարական գործընկերության ընթացքում, որ այս մի տարի է ինչ իրականում գոյություն ունի։ Կկարողանան ադրբեջանցիները վերադառնալ այդ նախագծին, թե չէ, դա ժամանակը ցույց կտա, դա կախված է նրանից, թե ինչպես կընթանա մեր բանակի վերակառուցումը, թե ինչ քաղաքականություն կորդեգրի երկրի իշխանությունը Ռուսաստանի հետ իրական ռազմաքաղաքական կապերը վերականգնելու եւ զարգացնելու հարցում եւ մի քանի այլ խնդիրներից։ Ես կարծում եմ վտանգը դեռևս անցած չի, մանավանդ որ այո, Իրանին մինչև հիմա հաջողվել է իր ճանապարհը առաջարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի Զանգեզուրի այսպես կոչված ճակերտավոր միջանցքի փոխարեն, բայց հիմա նոր զարգացումները որտեղ են ունենում եւ մենք տեսնում ենք Իսրայել-իրանական այս սրվածությունը, սա հետևանքները նույնպես կարող են լինել անկանխատեսելի եւ թարմացնել Ադրբեջանի ախորժակները ագրեսիա սկսելու Հայաստանի հարավում եւ դրա համար դա կարելի է կանխել միայն մի բանով հաստատելով ամուր ռեալ գործող դաշնային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ զարգացնելով Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքը ըստ էության այլ ոչ թե երկար տարիներ խոսքի միայն իբրև սիրուն խոսքի արտահայտություն ինչպես որ դա մինչև հիմա եղել է։ Իրանի շուրջ օղակը սեղմվում է, ինչպես հայտնի է մայիսի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով եղել է Իսրայելում եւ Երուսաղեմում հանդիպումներ է ունեցել իսրայելցի իր գործընկերների հետ։ Դեռ այն ժամանակ Իրանում լուրեր են տարածվում, որ Զաքիր Հասանովը կանչվել է Երուսաղեմ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համատեքստում համապատասխան հանձնարարություններ ստանալու համար։ Իսկ երեկ արդեն լուրեր տարածվեցին Իրանի դեմ իսրայելական հարձակման մասին, մասնավորապես գիշերվանից Իսրայելի ավիացիան սկսեց հարվածներ հասցնել Թեհրանին։ Սրա առնչությամբ ինչ կասեք։ Ես կարծում եմ, որ մահացու վտանգ է կախված տարածաշրջանի գլխին։ Իրանը կփորձի պատասխանել իսրայելական այս հարձակմանը, Իսրայելը ինչպես հաղորդել է ինչ ագրեսիան այն օպերացիան, որը ուզում է հիմա ինքը ծավալի եւ զարգացնել, տևելու է 2 շաբաթ,
նախատեսված է 2 շաբաթվա համար եւ 2 շաբաթվա ընթացքում նախատեսվել է ոչնչացնել նաեւ հարստացվող ուրանի ձեռնարկությունները եւ ամեն ինչ որ կապված է ռազմավարական ենթակառուցվածքների հետ։ Այստեղ երկու բան կա, երկու թեմական, որ ուղիղ մեզ է առաջում։ Առաջինը, եթե Իրանում պատերազմ բռնկվեց, անկառավարելի քաոս կարող է սկսվել եւ գաղթականների հսկա բազմություններ սկսեն գրոհել ուղիղ հարևանների սահմանները, ամենաբանոք սահմանը դա հարավային Կովկասի սահմանն է եւ կարող են գալ եւ լցվել Իրան, ադրբեջանցիները Ադրբեջան, Հայաստան, մասամբ նաեւ Վրաստան։ Սա մի սպառնալիք է, որը եթե շատ եղան, ինքներդ եք հասկանում, թե փոքրիկ Հայաստանը դա ինչ բեռ է եւ ինչով կարող է վերջանալ։ Մյուս իրական սպառնալիքը այն է, որ եթե միջուկային օբյեկտների վրա հարձակում լինի, ապա այսպես Իրանը դիմելու է իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին, որի հետ վերջերս զարգացել է հարաբերությունները եւ Ռուսաստանը ինչ որ բանով մասնակցի ռեակցիա կա։ Ամեն դեպքում այդ սրացումները մեր տարածաշրջանին օգուտ չեն։ Ահա թե ինչու ես նաեւ մտածում եմ, որ եթե Իրանում վիճակը ապակայունացավ, Ադրբեջանը կարող է վերադառնալ զինուզենքի ուժով Զանգեզուրի միջանցքը վերադարձնելու իր ծրագրին։ Նորից եմ ասում, սա դեմը կարելի է առնել միայն իրականում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը վերականգնելու եւ զարգացնելու միջոցով։ Այլ երկրների մասնակցության ես չեմ կանխատեսում, չեն ուզենա ոչ մի երկիր Եվրոպան, Ամերիկան գան մտնեն Հայաստան եւ Հայաստանում իրենց ներկայությամբ խափանեն նոր պատերազմի վտանգը չի լինելու դա։ Ես դեպի շատ բարձ հասկանալ եւ մտածել, որ ամենաճիշտը զարգացնելն է մեր ավանդական գործընկերոջ հետ հարաբերությունը այնպես, որ նա իրեն պարտավորված կա Հայաստանի սահմանների տարածքային ամբողջականության մասին հստակ աներկբա հայտարարություններ անել։ Պետք է դրան հասնել, դա մեր դիվանագիտության խնդիրը պետք է լինի։ Հաճախ է ասվում, որ Իրան, Հայաստան, Ռուսաստան ռազմական դաշինքը ստեղծելը իրականում հնարավոր բան է։ Ձեր բնորոշմամբ արդյոք այս 3 պետությունները ունեն համընդհանուր շահ, որի միջոցով կկարողանան ռազմական կոալիցիա կազմել։ Այո, շնորհակալություն։ Հարցը նրանում է, որ գոյություն ունի իրականում հլավոր այսպես կոչված հյուսիս-հարավ ռազմավարական առանցքը։ Այս հյուսիս-հարավ ռազմավարական առանցքը համ պաշտպանական հասկացություն է, համ քաղաքական հասկացություն է, համ տնտեսական հասկացություն է։ Պաշտպանական արդեն խոսեցինք, չեմ ուզում կրկնել, որպես քաղաքական հասկացություն պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանը եւ Իրանը ստեղծված իրավիճակում իրար կարիքը ունեն եւ իրար օգնելու են, որպեսզի թույլ չտան մերձավոր արևելքում այնպիսի ուժերի փոփոխություն, որը կարող է խարխլել նրանց դիրքերը։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական շահին, ապա Հնդկաստանից Ռուսաստան տանող այդ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը անցնում է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ տանում է դեպի Ռուսաստան եւ դեպի Սևծով, միևնույն է շուտ-ուշ գործարկվելու է, միևնույն է շուտ-ուշ աշխատելու է, դա ժամանակի պահանջ է։ Այնպես որ Իրան-Ռուսաստան կապերի զարգացումը փոխադարձաբար շահավետ եւ մեծ հեռանկար ունեցող դաշինքի Հայաստանը այստեղ պիտի կողմնորոշվի կամ պիտի մասնակցի այդ դաշինքին կամ մնա մեկուսացված տարածաշրջանային գործընթացներով։ Այդ մեկուսացումը կարող է շատ հետ գցել Հայաստանի զարգացման մեջ, դամար ես կարծում եմ, որ ճիշտ է այդ առանցքին մասնակցել սրտանց մաքուր սրտով, ինչպես ասում են, եւ առանց հետին մտքի եւ այն տրամաբանությամբ, որ դրանից մենք ակնկալելու ենք ոչ միայն տնտեսական օգուտներ, այլ նաև անվտանգային բնույթի երաշխիքներ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն էր։